Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով իրավապահ համակարգում քննարկվում է գործարար ազգային բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երրորդ անգամ երկարացնելու հարցը։ Նրա կալանքի ժամկետը լրանում է հոկտեմբերի 18-ին։ Ակնկալվում է, որ քննչական կոմիտեն կալանքի ժամկետի երկարացման միջնորդությունը դատարան կներկայացնի առաջիկա երկուշաբթի։ Ըստ թերթի, գործարարին առաջադրված փողերի լվացման եւ հարկեր չվճարելու մեղադրանքները դատական նիստերի ընթացքում չեն հաղթահարել հիմնավոր կասկածի շեմը։ Դատավոր Տիգրան Դավթյանը հիմնավոր կասկած գտել է միայն մեկ դրվագում, որը վերաբերում է հայ առաքելական եկեղեցու նկատմամբ բռնաճնշումներին մեր ձևով պայքարելու Սամվել Կարապետյանի խոսքին։ Ժողովուրդ օրաթերթը նաև գրում է, որ ըստ իր տեղեկության գործով փաստացի քննություն չի իրականացվում եւ գործարարը ամիսներ շարունակ կալանքի տակ է գտնվում բացառապես իր արտահայտած կարծիքի համար։ Կբավարարի դատարանը Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու նոր միջնորդությունը, պարզ կդառնա առաջիկա օրերին։